Ուծող Երևանի Վազգեն առաջինի անվան 168 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Շահբազյան, համեցեք Օրիորդ Շահբազյան։ Բարև ձեզ, նախ ցանկանում շնորհակալություն հայտնել այս հարթակին իմ ձայնը եւ գաղափարներ ներկայացնելու հնարավորության համար։ Խոսքս սկսում եմ մեծ սիրով եւ խորը սրտացավությամբ մեր ազգային մշակույթի, պետության եւ անկախության հանդեպ։ 2025 թվականը հռչակվել է որպես մշակութային կրթության տարի, եւ սա լավագույն առիթն է վերարժևորելու մեր մշակույթը հենց դպրոցներից, հենց աշակերտների մասնակցությամբ։ Այսօր ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել մի հստակ եւ կարեւոր խնդրի վրա։ Թեմա՝ հայ աշակերտը որպես մշակութային կրթության դեսպան։ Հայ մշակույթը մեր ինքնության հիմքն է։ Գլոբալացման ու տեղեկատվական հոսքերի պայմաններում աշակերտների դերը դառնում է կենսական։ Մշակույթի պահպանման եւ տարածման հարցում։ Այս զեկույցի նպատակն է գնահատել, ինչքանով են Երևանի աշակերտները ճանաչում իրենց մշակույթը, ինչպես կարող են հանդես գալ որպես մշակութային դեսպաններ, ինչպիսի մեխանիզմներ կարող են խթանել միջազգային համագործակցությանը։ 2024-2025 ուստարվա ապրիլին 7-ից 9-րդ դասարանների 60 աշակերտի մասնակցությամբ անցկացված հարցումը ցույց տվեց. 35% էր ծանոթ հայկական պարերին եւ երաժշտությանը։ 68%-ը չէր մասնակցել միջազգային մշակութային նախագծերի, 90%-ը պատրաստակամ էր ներկայացնել հայ մշակույթը, եթե ունենար համապատասխան հարթակ։ Այս տվյալները վկայում են աշակերտների մեծ ներուժի, սակայն մեխանիզմների բացակայության մասին։ Ես ունեմ հարցաթերթիկը եւ տվյալների գրաֆիկական պատկերները եւ ցանկության դեպքում սիրով կարող եմ տրամադրել։ Միջազգային փորձից պարզ է, որ մշակութային դեսպանների խմբերը նպաստում են փոխանակման ծրագրերին, առցանց նախագծերին եւ ավանդույթների ներկայացմանը։ Մեր աշակերտները նույնպես պատրաստակամ են ներգրավվել նման նախագծերում, կազմակերպված աջակցություն ունենալու դեպքում։ Առաջարկություններ. իրականացնել պիլոտային ծրագիր ավագ դպրոցի աշակերտների խորհրդի միջոցով, ստեղծել երիտասարդ դեսպաններ հանձնախումբ Երևանի վարչական շրջաններում, կազմակերպել վերապատրաստումներ եւ առցանց համագործակցություն, ներդնել հայ մշակույթը մեր աչքերով վիրտուալ նախագիծը, հիմնավորել Երևանի քաղաքապետարանի եւ համայնքների ներգրավվածությունը, մեդիա եւ նյութական աջակցությամբ, ապագայում ծրագիրը տարածել մարզերի դպրոցներ փորձի փոխանակման սկզբունքով, հանձնախմբի ձևավորման մոդել։ Դպրոցները առաջարկում են մեկական աշակերտ դեսպանի թեկնածու։ Թեկնածուները մասնակցում են վերապատրաստման, ձևավորվում է հիմնական համակարգող խումբը, իրականացվում է համագործակցություն ներքին եւ միջազգային մակարդակներում։ Դպրոցներում կազմակերպվում են ներկայացուցչական միջոցառումներ։ Այս նախագիծը կարող է դառնալ կրթամշակութային նոր հարթակ, նպաստելով ազգային արժեքների տարածմանը եւ աշակերտների ինքնավստահության ու ինքնության խորացմանը։ Վստահ եմ, Երևանի աշակերտները պատրաստ են դառնալ մշակույթի դեսպաններ։ Մենք պատրաստ ենք ներկայացնել ծրագրի մեր տարբերակը պիլոտային մակարդակում։ Այսպիսով, խնդիրը հստակ է։ Մեր աշակերտները ունեն մշակույթ ներկայացնելու ներուժ, սակայն պակասում է կառուցվածքային աջակցությունը։ Լուծումը՝ ստեղծել այդ կառուցվածքը։ Եկեք քննարկենք եւ քվեարկենք առաջ մղելու այս գաղափարը։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ զեկույցի համար, հարցեր զեկուցողին։ Համեցեք։ Կխնդրեմ ներկայանալ